Թոնի Դամարիո, ֆրանսիացի դերասան, ծնվել է 1960 թվականի հուլիսի 10-ին, մահացել է 2005 թվականի հունիսի 29-ին, վերջին ժամը մարտաֆիլմի նկարահանումների ժամանակ 45 տարեկանում ստի կաթվածից, որին հանգեցրել է անևրիզման։ Վերջին ժամը մարտաֆիլմը եղավ դերասանի վերջին ֆիլմը, որի պրեմիերան եղավ դերասանի մահից հետո 2008 թվականի մարտի 12-ին։ Դամարիոն նկարահանվել է 1999 թվականի Ժաննա դարկ պատմական ֆիլմում։ Այնուհետև նա 2000-ականների սկզբին խաղացել է մի շարք փոքր դերեր ֆիլմերում և 2003 թվականին նկարահանվել է կենտրոնական գիշեր երկարատև քրեական սերիալի մի դրվագում։ Սակայն Դամարիոյի հիշվող և անմոռանալի դերը մնաց 2004 թվականի 13-րդ թաղամաս մարտաֆիլմում K2-ին մարմնավորած դերը։ Լինելով բոքսի մի շարք մրցաշարերի հաղթող, նրան շատ էին հրավիրում ֆիլմերում վատ կերպարներ կամ բոսերի դերեր մարմնավորելու համար։ Թոնին, ինչպես նաև շատ այլ լավ դերասաններ, մահացավ աղեղծվածային հանգամանքներում 2005 թվականի հունիսի 29-ին 45 տարեկանում ստի կաթվածից։ Վարկած կար, որ դա կազմակերպված էր նրան նախանձողների կողմից, քանի որ նա շատ հարգված է եղել իր շրջապատում։ Նրան հիշողներն ասում են, որ մոտ էր ատեն նրա գլխավոր և հիմնական դերերի ժամանակը, որոնք կներկայացվեին մրցանակների համար, սակայն նա չհասցրեց այդպես էլ մարմնավորել գլխավոր դերեր։